Ինչ որ մի երկրի դրոշ վառելը բոլորս յուրաքանչյուր մեկը ցիվիլ մարդը կասի դա ինչ բարբարոսություն են չես ասենք ոնց կարելի է դրոշ վառել եթե դու աբստրահարվում ես եւ կոնտեքստը չես քննարկում հա բայց գանք կոնտեքստին այսինքն դա ինչ է նշանակում դա նոր չի ծնվել դա նորից տասնամյակներով եկած ավանդույթ է դրոշի վառումը այրումը սա ուղղակի մեր ցասումն է մեր բողոքն է հա բայց տվյալ դեպքում կուսակցության կողմից սա պետք է ընդգծել սա համաժողովրդական վառում չէ սա կուսակցության կողմից է որի իրավունք այդ կուսակցությունը ունի իմ կարծիքով երկու դեպքում կարելի է հանրային համաձայնության հասնել դրոշը չվառելու մասին առաջինը երբ մենք տեսնեինք զգայինք եւ նշмарեինք Թուրքիայի կողմից գոնե չնչին քայլերը դեպի համագործակցություն, դեպի համերաշխություն,